Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով համացանցում տարաբնույթ մեկնաբանությունները, կցանկանամ երկու տեսակետի արձագանքել։ Նախ համառոտ կներկայացնեմ ինչ է տեղի ունեցել։ 2025 թվականի հունիսի 27-ին Մայր աթոռում հրավիրվել էր քահանաների ժողով, որի աշխատանքները համակարգելու էր Միքայել Սրբազանը։ Այդ ժողովը կազմակերպչական իմաստով հրավիրվել էր 1 ամիս առաջ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, սակայն հունիսի 27-ն էր ընտրվել Միքայել Սրբազանին ձերբակալելու համար։ Այդ օրը առավոտյան վաղ, երբ ԱԱԾ աշխատակիցները այցելել էին Մայր աթոռ, իրենց տեղեկացրել են, որ 200-ից ավելի քահանա է այստեղ մասնակցելու ժողովին եւ սխալ է դիտվելու, որպեսզի բոլորի աչքի առջև դուք իրենց հոգեվոր հորը կամ եղբորը ձերբակալեք։ Առաջարկվել էր ժողովից հետո Միքայել Սրբազանը կամովին ներկայանա, քանի որ խուսափելու մտադրություն չի ունեցել։ ԱԱԾ աշխատակիցները չեն համաձայնվել եւ ասել են, որ պետք է հիմա կատարվի քննիչի որոշումը։ Երբ լուրը Միքայել Սրբազանի հետ միասին ասեցին քահանաներին, դա առաջացրեց նրանց արդար զայրույթը։ Ներկա քահանաները դա համարեցին եկեղեցու եւ անձամբ իրենց դեմ ուղղված քայլ։ Այդ ընթացքում Մայր աթոռի տարածք ներխուժեցին դիմակայված ԱԱԾ հատուկ ջոկատի ծառայողները եւ ոստիկանները։ Ընթացքում նաեւ քաղաքացիներ էին ներս մտնում։ Իմ կարծիքով իշխանությունները հատուկ սրեցին վիճակը, բայց ան դուրս եկավ իրենց վերահսկողությունից, քանի որ ներկայացող քաղաքացիներն իրենց գիտակցության մեջ Մայր աթոռը պաշտպանում էին ապօրինի ներխուժումից, եւ իրականում այդպես էր։ ԱԱԾ եւ ոստիկանության ծառայողների մի քանի գրոհի փորձերը ձախողվեցին, ինչի ձեռնելով նրանք նահանջեցին։ Իդեպ չեմ կարող չնշել, որ ԱԱԾ եւ ոստիկանության ծառայողների մի մասի սրտովը չէր այդ ամբողջ գործընթացը։ Այդ ընթացքում Միքայել Սրբազանը 2 անգամ փորձ է կատարել նստել մեքենա եւ գնալ քննչական կոմիտե, բայց օբյեկտիվորեն չի կարողացել։ Հետագայում, երբ ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողները հեռացել էին, Միքայել Սրբազանը իր պաշտպանների ուղեկցությամբ կամովին ներկայացել է քննչական կոմիտե։ Հիմա կանդրադառնամ երկու տեսակետի, որոնք համացանցում պատտվում են։ Տեսակետ առաջին. ինչու Միքայել Սրբազանը հանձնվեց կամ ովքեր խորհուրդ տվեցին նրան։ Նախ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ որոշումը կայացրել է Միքայել Սրբազանը։ Ոչ կաթողիկոսը, ոչ էլ ներկա եպիսկոպոսները չեն ազդել Միքայել Սրբազանի որոշման վրա։ Սրբազանն ասում էր. ես չեմ վախենում եւ թաքցնելու բան չունեմ, ինքս եմ գնում։ Միքայել Սրբազանի հոգեվոր եղբայրներն ասել են, որ ինչ որոշում կայացնես, քո կողքին ենք։ Եթե Միքայել Սրբազանին ճանաչեիք, ապա նման հարց չէր առաջանա, որ իրեն կարող են ցուցում տալ կամ ազդել իր վրա անելու մի բան, որը նա չի ուզում անել։ Ես ինքս էլ որպես փաստաբան կարծիք եմ հայտնել, որ ճիշտ է կամովին գնալը, քանի որ հակառակ դեպքում դա կմեկնաբանվեր որպես քննությունից խուսափում։ Այսպես ասեմ, կար երկու տարբերակ՝ կամովին գնալ կամ հարկադրաբար։ Երրորդ տարբերակ չկար։ Որքան էլ զգացմունքային ֆոնի տակ ասենք, որ թող չգնար, մենք կպաշտպանենք։ Ցերեկը չստացվեր, գիշերը կգային, գիշերը չստացվեր, Գյումրի մեկնելիս կձերբակալեին։ Իշխանությունը եկեղեցու մասով հատել է բոլոր կարմիր գծերը եւ պատրաստ էր ուժ կիրառելով եւ Սրբազանին նվաստացնելով ձերբակալել։ Դա չստացվեց միայն հոգեվորականների եւ եկեղեցու զավակների ջանքերի շնորհիվ։ Իդեպ նշեմ, որ Արման Թաթոյանը ուշ է եկել Մայր աթոռ, երբ վաղուց Սրբազանի կողմից որոշումը կայացված էր, այնպես որ նա էլ չի ազդել Սրբազանի վրա։ Տեսակետ 2. Ինչու Միքայել Սրբազանը հայտարարություն տվեց վարչապետի տեխնացու հետ կապված հարցով։ Ինչպես հիշում եք, քննչական կոմիտեի ճանապարհին լրագրողների կողմից այդ հարցը բարձրացվել է։ Իսկ հետագայում արդեն ամբողջ համացանցում պատտվում էր Էդմոն Մարուքյանի առաջարկած այն տարբերակը, որ պետք է Միքայել Սրբազանը լինի ընդդիմության վարչապետի տեխնացու։ Ես հասկանում եմ, որ թե բարի ցանկություններից, թե քաղաքական հաշվարկներից ելնելով կարող էր նման առաջարկ լինել եւ տարածվել։ Սակայն եկեք այդ իրավիճակին նայենք Միքայել Սրբազանի շահերի տեսակետից։ Միքայել Սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար։ Միքայել Սրբազանն ասում է. ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել։ Եվ այս գործընթացին զուգահեռ Միքայել Սրբազանին վարչապետի տեխնացու են ուզում դարձնել եւ իր համաձայնությունը ստանալ։ Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցած պատասխաններն արդեն ներկայացվել էր քննիչի կողմից դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն։ Այսինքն իշխանությունը ամեն ինչ անում էր, որպեսզի փորձի թե կալանավորման հարցով ապացույցներ ունենա, թե մնացած հարցերով։
Իշխանությունը ինչպես եկեղեցին, այնպես էլ Միքայել Սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ Սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ տեսեք, եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ Սրբազանի կոչը այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել։ Եթե հիշեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ապա կտեսնեք, որ այդ կապն են փորձում արհեստականորեն ստեղծել։ Մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանի գործի հետ կապված ձայնագրություններ էր տեղադրում Նիկոլ Փաշինյանը եւ զուգահեռ մեկնաբանություններ էր կատարում, փորձելով դա կապել Մայր Աթոռի հետ։ Բագրատ Սրբազանը Մայր Աթոռի արքեպիսկոպոս է, բայց այդ քաղաքական գործընթացի մեջ նա մտել է իր անձնական պատասխանատվությամբ, ինչի առնչությամբ նրա Տավուշի թեմի առաջնորդի լիազորությունները կասեցված են։ Այս նկատառումներից ելնելով է, որ Միքայել Սրբազանը հստակ հայտարարություն է կատարել։ Այդ հայտարարությունը կազմվել է 5 պաշտպանների ներկայությամբ։ Որևէ մեկի հետ այդ մասին չի քննարկվել։ Դրսից զանգ չի եղել, ներսից զանգ չի եղել։ Այդ որոշումը կայացրել է Միքայել Սրբազանը։ Մենք 5 պաշտպաններս համակարծինք ենք եղել Սրբազանի հետ։ Մնացած հարցերին, այդ թվում քրեական գործի անհիմն լինելու եւ ապօրինի կալանավորմանը կանդրադառնանք 2025 թվականի հունիսի 30-ին, երկուշաբթի օրը, ժամը 10:30-ին Փաստաբանների պալատի մեծ դահլիճում Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Այնպես որ լրագրողներ սիրով հրավիրում ենք ասուլիսի։ Այսքանը շնորհակալություն։